Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի և Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը, Մայր Հայաստան կուսակցության համահիմնադիր Երվանդ Բոզոյանը, բարև ձեզ պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, և այսպես միջազգային թեմաներից սկսենք, Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կներկայացնի ծրագրի այն տարբերակը, որը նրանք համարում են Եվրոպայի և ուկրաինացիների հետ համաձայնեցված գործընթացի միջանկյալ փուլ, հայտարարել է Լավրովը։ Ակնկալում ենք, որ նոյեմբերին հնարավորինս շուտ կկազմակերպվի Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ, վերջնական փուլերն ավարտելու և նախագահ Թրամփի հետ համաձայնության հասնելու համար հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ուկրաինական կողմը գնահատում է Ժնևում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև արդյունավետ և կառուցողական հանդիպումները, ինչպես նաև նախագահ Թրամփի շարունակական ջանքերը և այլն, ահա այսպիսի հայտարարություններ դրանից առաջ էր, ես ուզում եմ եվրոպացիների հայտարարությունը ինչ էին ասել, որ Եվրոպային վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում ՆԱՏՕ-ին բացառված են Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագրից, սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասանք երեկ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը, սկզբից պարզ էր, որ առանց եվրոպացիների և ուկրաինացիների մասնակցության հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել։ Միացյալ Նահանգները կներգրավի Եվրոպային ցանկացած հնարավոր խաղաղ կարգավորման գործընթաց, ավարտել է խոսքը արտգործնախարարը Գերմանիայի։ Այսինքն դեռ խոչընդոտներ կան, ինչ է ակնկալվում, ինչ ընթացք կունենա։ Տեսեք, այդ 28 կետանոց առաջարկից, որ Տրամպը առաջարկել էր փաստացի, որոնք նախապես արդեն իրանք արդեն համաձայնեցրել էին ռուսական կողմի հետ, բնականաբար երկրաշարժ առաջացրեց եվրոպական երկրներում եւ մասնավորապես նաեւ Զելենսկու մոտ։ Բոլորի համար պարզ էր, որ Զելենսկու այս կոռուպցիոն սկանդալը նույնպես ծրագրել էին Տրամփի, այսպես ասած, կողմից, որպեսզի Զելենսկին դարձնեն ավելի հանդուրժող, այսինքն որպեսզի ինքը կարողանա ստիպված զիջումների գնալ, այսինքն իրան սարքեցին կողբատ։ Այսինքն այդ կոռուպցիոն սկանդալը բոլորը գիտեին, թե ինչ մեծ թալան է գնում Ուկրաինայում, ինչ հսկայական չափսերի է հասնում, նույնիսկ Տրամպը իր նախընտրական արշավի ժամանակ էր ասում, բայց կոնկրետ փաստերի մասին ոչ ոք չէր խոսում։ Եվ դուք գիտեք, որ Ուկրաինայում կա գործում հակակոռուպցիոն բյուրո, որը փաստացի ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից, որը չի ենթարկվում ոչ ազգային ժողովին Ուկրաինայի, ոչ էլ նախագահի, այսինքն ինքը առանձին կառույց է, որը կոորդինացվում է փաստացի ամերիկյան ՖԲՌ-ի կողմից։ Եվ մի կողմից դա իրանք ձևակերպում են, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոց է, մյուս կողմից դրանով նրանք վերահսկում էին ուկրաինական իշխանության վերնախավը, դա շատ հասկանալի պատճառներով։ Հիմա երբ որ արդեն Տրամփին պետք եղավ, որպեսզի Զելենսկին գնա զիջումների, այդ բացահայտեց այդ կոռուպցիոն բաները, որպեսզի Զելենսկին փաստացի հայտնվի աղբատի կարգավիճակում եւ հեշտությամբ կարողանա գնալ կոմպրոմիսի։ Այստեղ շատ հետաքրքիր դետալ ասեմ, ուրեմն Տրամփի նպատակը ամեն ինչ անել, որ Զելենսկին համաձայնվի այդ խաղաղ պայմանագրին, որպեսզի Զելենսկին ստիպված վախենալով այդ կոռուպցիոն սկանդալի այն բացահայտմանը, որ կարող է Իրանը արդեն վերաբերվի, ինքը ստիպված համաձայնվի Տրամփի առաջարկների հետ։ Ռուսական կողմը չի հավատում Զելենսկին, ասում է ես ուզում եմ, որ Զելենսկին փոխվի նոր ուրիշ մարդ գա։ Այստեղ բրիտանացիները շատ հետաքրքիր մի հատ նոր քայլ արեցին, իրանք նախապատրաստել են իրանց տեխնացուին, Զալուժնին, նախկին պաշտպանության նախարարներ, հա, եւ իրանք սպասում են, որ հենց որ Զելենսկին խաղից դուրս անեն, իրանք Զալուժնիին մտցնեն։ Հիմա Տրամփը Պուտինին ասում է, գիտեք, որ եթե մենք հիմա Զելենսկին հանենք, քանի որ այնտեղ պետք է ընտրություններ գնան, ընտրությունների ամենամեծ վարկանիշ ունի Զալուժնին եւ բրիտանացիները իրանց մարդուն կմտցնեն եւ խաղաղություն չի հաստատվի։ Լավ կլինի, որ Զելենսկին մենք սարքենք աղբատ, իրան ստիպենք, որ ինքը համաձայնվի ստորագրել, ինչպես որ եղավ Փաշինյանի հետ 2020 թվականին։ Չէ, դա լուրջ չի, որովհետեւ դրան Պուտինը հայտարարեց, ասեց հանցագործ իշխանություն է, սա է, այսինքն հասկանալի է, հիմա ոնց կլուծվի այդ հարցը ես չգիտեմ, բայց ես ասում եմ 3 կողմ կա։ Բրիտանացիները ասում են, եթե Զելենսկին փոխում եք կբերենք Զալուժնիին, Տրամպը խորհուրդ է տալի Պուտինին Զելենսկիի միջոցով այդ պայմանագիրը կնքել, որտեղ Զելենսկին փչացած Զելենսկին ավելի հեշտ կլինի ստիպել ինքը պայմանագիր ստորագրի, քան որ եթե մենք Զելենսկին փոխարինենք Զալուժնիին, Զալուժնին գա կարող է ապատայի պոզեր տնկի։ Պուտինը
ձեր ասածն ասում, ասում են քանի որ ինքը հանցագործ է, ես դրա հետ դժվար թե կարող եմ Շատ կոպիտ խիստ խոսես նստած է։ Հիմա ես ասում եմ ոսկե այո, զուգարանակոնքի վրա թալանում են հանցագործներ են որ սցենարով կգնա, ով կլինի, ասենք այդ կնքողը դժվար է ասել, բայց ամենակարևորը թե ինչ պայմանագիր է կնքվելու։ Այն 28 կետանոցը որ կար, ես ասացի որ փաստացի մեծ ցնցումներ առաջացրեց եվրոպական քաղաքներում, մայրաքաղաքներում եւ Կիևում, եւ դուք գիտեք որ շտաբ կարգով նույնիսկ Զելենսկին հայտարարեց որ ուկրաինացիների առաջ կանգնած է իր գլխավոր գործընկերոցին կորցնելու կամ արժանապատվությունը կորցնելու առաջ ակնարկելով որ մենք պետքա պահենք մեր արժանապատվությունը որ նույնիսկ եթե կորցնենք Միացյալ Նահանգներին որպես գործընկեր որից հետո շտաբ բաները եվրոպական լիդերները սկսեցին կապվել ասենք Տրամպի հետ հետո Ժնևում գնաց բանակցությունները ուկրաինացիների եւ ամերիկացիների միջեւ եւ ինչ որ մի կոմպրոմիսային բան են պայմանավորվել, որի մասին դեռ ոչ մեկ ոչ բան չգիտի, հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների Տրամպի նոր բանագնաց են գեներալը ամերիկյան արդեն հիմա Աբու Դաբիում հանդիպել է ռուսական կողմի հետ եւ առաջարկել է թե ինչ են ուզում փոխել ուկրաինացիները, վերջնարդյունքում ինչ փաստաթուղթ դուրս կգա, ես չեմ կարող ասել, բայց բոլորը սպասում են դրան։ Հիմա այստեղ հարց կարող առաջանալ գլխավորը կհաստատվի խաղաղություն թե ոչ։ Այդ ամենակարևոր կենտրոնական խնդիրն է։ Ռուսները իմ տպավորությամբ չեն հավատում այդքան, ասում են որ մենք չենք հավատում որ Զելենսկին այդ խաղաղությունը ստորագրի, որտեղ եթե ինքը ստորագրեց։ Ոստերի մի մասը նաև չի հավատում Թրամփին, ասելով որ սա շոու է, ուղղակի ուզում է աշխարհին եւ իր երկրին, որտեղ ունի շատ ցածր վարկանիշ, որպես խաղաղարար ներկայանալ, բայց իրականում Զելենսկին առանց Թրամփի ոչինչ չի արել, չի անում, այս պատերազմը բացարձակ Ուկրաինա, Ռուսաստան պատերազմ չի, այս պատերազմը Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնության պատերազմներ են, որ ինքը հայտարարում է, որ ես ուզում եմ խաղաղություն, բայց դրան հաջորդիվ սանկցիաները մեծացնում է ինքը Ռուսաստանի նկատմամբ նոր փաթեթներ է անում, ասում է զենքը չեմ տա Եվրոպայի միջոցով շարունակում է վաճառել, տալիս է հեռահար այդ զենքերը նորից շարունակում է մատակարարել, այնպես որ Ռուսաստանում այնպես չի որ այս ամեն ինչին ուղղակի շոու է սա։ Տեսեք, Ռուսաստանում կա երկու տեսակետ, sense ձևակերպենք։ Երկու տեսակ, մի տեսակետը այնա որ ինքը չի հավատում Տրամփին, մյուս տեսակետը այն տեսակետն է որ պետք է ամեն կերպ փորձենք Տրամփի հետ ընդհանուր հայտարարի գանք։ Չհավատացողները կան, հավատացողները կան։ Ես հիմա բացատրեմ թե ինչու։ Բայց այն փաթեթը անգամ ինչ որ ներկայացրել է Տրամփը, դրա հետ կապված էլ ունեին ռուսական կոմունի բազմաթիվ հարցեր են երկու նահանգների մասին, ճակատագիր ինչ է լինում, սանկցիաների մասին ընդհանրապես խոսք չկա, կամ ՆԱՏՕ-ն այդտեղից չի լինում, բայց սահմանին հեռավար կարող է Լեհաստանում տեղադրել եւ էլի նույն խնդիրն է։ Այնպես որ բնականաբար հարցեր կան։ Տեսեք, ցանկացած կոմպրոմիսային փաստաթուղթ միշտ էլ դժգոհություն առաջացնելու եւ այնտեղ եւ այնտեղ շատ բարձր։ Բայց ո՞նց եք պատկերացնում, ինքը սահմանադրությամբ ընդունել է որ այլևս դրանք Ռուսաստանի մաս են, հիմա այս փաթեթով ինքը պետք է հրաժարվի ստիպված այդ տարածքներից։ Չէ, այս բան չկա։ Այդ պայմանագրում չկա։ Ուրեմն 4-ից 5 տարածքի ներառյալ Ղրիմը 3-ում պաշտոնապես, ներեցեք, պաշտոնապես նույնիսկ Միացյալ Նահանգներն են ճանաչում որպես Ռուսաստանի մաս, երկուսը դե ֆակտո Ռուսաստանը իր ձեռքն է վերցնում, բայց չի ճանաչվում ոչ մեկի կողմից։ Այսինքն ուզում ասեմ, որ Ռուսաստանի սահմանադրության խախտման որևէ խնդիր չկա, այնտեղ կան այլ խնդիրներ։ Խնդիրներ հետևյալը, որ Ուկրաինան ասում է, որ արեկեք այդ տարածքների հետ կապված երկրորդ փուլում գնանք այդ բանակցները, պատերազմը կանգնացնենք։ Բուֆերային գոտի են ասում կարող է ստեղծել։ Տեսեք, տարբեր տիպի, հիմա ես վերջնական թե ինչ դետալների մեջ չմտնենք, բայց ճիշտ է, որ երկու անգամ շատ կատեգորիկ, որ չի կարելի ընդհանրապես Տրամփի հետ գնալ։ Հիմա ես այն կարծիքին եմ, որ Տրամփի հետ պետք է ամեն կերպ փորձել գտնել ընդհանուր հայտարար, ինչու եմ տենց կարծում։ Որովհետև ես համոզված եմ, որ Տրամփը ոչ թե կեղծավորություն է անում, ինքը անկեղծ ուզում է, որ այդ խաղաղությունը հաստատվի։ Ինչի է ուզում հաստատվի։ Ոչ թե Տրամփը խաղաղասեր է, հումանիստ է կամ չգիտեմ ինչա, չնայած կտես բաներ հայտարարում, բայց դա կապ չունի։ Շատերը նույնիսկ ասում են, որ ինքը ուզում է նոր երկրորդ նոր Նոբելյան մրցանակ ստանա, դրա համար ինքը հանդարտ ասում է, որ ես 8 պատերազմներ եմ կանգնացրել, բան, դա էլ է երկրորդական։ Գլխավոր խնդիրը թե ինչի է ուզում Տրամփը կանգնացնի պատերազմը, իրականում բացահայտել է փոխնախագահ Վենսը։ Փոխնախագահ Վենսը մոտ 1 ամիս առաջ իր կոմունակիցների հավաքի ժամանակ ինքը հայտարարեց հետևյալը, որ մենք հաղթեցինք անցյալ տարի ընտրություններում, բայց այս հաղթանակը ըստ մենք կարող ենք պահպանել, եթե մենք կարողանանք կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Եթե մենք չկարողացանք կանգնեցնել այդ պատերազմը, Տրամփը կդառնա նոր Բայդեն, եթե նոր Բայդեն դառավ, ապա նույն ամերիկյան հասարակության այն հատվածը,
որը պաշտպանում էր մեզ, կհաստատվի եւ ճիշտ հակառակը այն հատվածը, որ աջակցում էր Բայդենին, կասեն, եթե իրանք դուք նույն Բայդենի գիծն եք տանելու, ապա ինչի դուք խափեցիք մեզ, այնա թող իրական Բայդենը գա ղեկավարին, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիրը։ Այսինքն իրանց համար ասում է, այս պատերազմի կանգնացնել, չկանգնացնելը մեզ է վերաբերում, կամ մենք կկորցնենք իշխանությունը փուլային, դուք գիտեք, որ հաջորդ տարի լինելու է կոնգրեսի ընտրություն, 1/3-ը։ Հետո արդեն լինելու է հաջորդ ընտրությունը։ Վենսը տեսնում է իրան ապագա նախագահ, եւ Վենսը ուզում է, որ ինքը ըստ էության մեծ շանս ունենա նոր ընտրվելու, որովհետեւ ինքը տեսնում է, եթե պատերազմը չկանգնի, ապա դեմոկրատները այնտեղ մի հատ ինչ-որ նոր դեմ կգան, այդ ինքը կարող հաղթեն, որովհետեւ եթե հանրապետականների գլխավոր Ինչու է կոնկրետ կապված պատերազմի հետ։ Հիմա տեսեք, ինչ ասում Վենսը, որպեսզի մենք հաղթենք, մենք պետք է նաև փոխենք այսօրվա Եվրոպայի այլասերված վերնախավին։ Ինքը ասում է այսօրվա Եվրոպայի վերնախավը այլասերված է, այսինքն այդ լիբերալ գլոբալիստները որ կան, այդ լիբերալ գլոբալիստները տանում են աշխարհը դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, եւ ճիշտ է ինքը ասում։ Որպեսզի մենք կանգնացնենք, մենք պետք է մեր տիպի մարդկանց խրախուսենք, որ իրանք կան իշխանության։ Հիշում եք, Մասկը բացահայտ աջակցում էր ալտերնատիվա Գերմանիայի համար ալտերնատիվայի կուսակցությանը։ Իմիջիայից այս նմանատիպ ելույթ հենց ընտրվեց առաջին այցը, որ Եվրոպա եղավ, Վենսը հենց այդպիսի բաներ ասեց, այսինքն իրանց համար ընտրությունները, սկեղծված ձերես արժեքները, այսինքն իրանք ասում են, որ սա մեր համար լինել չնելու պատերազմ է։ Այս ռուս-ուկրաինական պատերազմը ճիշտ է մեզանից հեռու է, մենք կապ չունենք, բայց մենք իրական պատերազմի մեջ ենք գտնվում այդ գլոբալիստ լիբերալների հետ։ Այդ Ռիչարդ Քրքի որ սպանեցին, չէ՞, Միացյալ Նահանգներում։ Դա դրա այդ սպանության դանդաղ ընթացող քաղաքացիական պատերազմի դրսևորումներից մեկն էր։ Եվ ինքը ասում էր, որ որպեսզի մենք կարողանանք հաղթենք, հաջողության հասնենք, մենք պետք է ամբողջ աշխարհում մեր տիպի մարդկանց բերենք իշխանության։ Դա նմանա մոտարապես այն բանի, որ գլոբալիստները իրանց տիպի մարդկանց բերում էին իշխանության գունավոր հեղափոխությունների միջոցով։ Զելենսկիին բերեցին, Սաակաշվիլիին բերեցին, Փաշինյանին բերեցին, այդ տիպի նման փորձում էին ուրիշ մարդկանց Մայա Սանդուին բերեցին, հա, այդ պայքարի մեջ հիմա քանի որ նոր էլիտա է գալիս, այդ նոր էլիտան ասում է, որպեսզի մենք կարողանանք հաղթենք Միացյալ Նահանգներում այս լիբերալ գլոբալիստներին, մենք պետք է կարողանանք մեր տիպի մարդկանց աջակցենք, որ իրանք էլ Եվրոպաներում գան, այլ որ Ֆարալը գա Մեծ Բրիտանիայում, Լեպենը գա Ֆրանսիայում, բանը Գերմանիայում գան այդ Գերմանիայի պահպանողականները, որոնք հիմա այսօր բادرությամբ մեծ վարկանիշ ունեն, հա, եւ պետքա մենք Պուտինի հետ ընդհանուր հայտարարենք, որտեղ Պուտինը յուրօրինակ պահպանողական է Ռուսաստանում, այսինքն ինքն էլ է տրադիցիոնալ արժեքների կողմնակից, ինքն էլ է եկեղեցու բան այսպես ասած դերի բարձրացման կողմնակից, ինքն էլ է ըստ էության երկու սեր ճանաչում կնոջ եւ տղամարդու սեր, ոչ թե գլոբալիստների բաների, այսինքն այս պայքարը դա ձևական պայքար չի։ Եվ այդ իմաստով Տրամպի համար ռուս-ուկրաինական պատերազմի կանգնեցնելու խնդիրը դա ձևական խնդիր չի։ Սա իրանց համար կյանքի մային խնդիր է, իրանց խնդիրն է։ Իրանք պետության, որպեսզի իրանք կարողանան Միացյալ Նահանգներում հասնեն հաջողության, իրանք այս խնդիրը պետք է լուծեն։ Դրա համար իրանք հասկանալով այդ դժվար խնդիրը փորձում են Պուտինի հետ ամեն գնով ընդհանուր հայտարարի գան, որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Այդ խնդիրը լուծելուց հետո երկրորդ խնդիրը պետք է լինի, թե Ուկրաինայում ով պետք է ղեկավարի։ Եվ բնականաբար եւ Տրամպին եւ Զելենսկին շահավետ չի, որ գլոբալիստների դրածո Զելենսկին շահավետի կառավարել կամ Զալուժնիի պես մի հատ անձնավորություն բերեն բրիտանացիները, որ կառավարեն։ Իրանց պետք է մի մարդ, որը փաստացի այդ արժեքների կրող մարդ լինի։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Շատերը չեն հասկանում ընդհանրապես այդ արևմուտքում ընթացող այդ երկու հոսանքների մեծ տարբերությունը, բայց շատ ֆունդամենտալ տարբերություն կա։ Սա կարելի ասել ոնց որ կրոնները որ եկան, չէ, քրիստոնեությունը, մահմեդականությունը որ եկան ժամանակից աշխարհ եւ քարոզում են իրենց արժեքները, հիմա ասեմ, դες որն է ֆունդամենտալ տարբերությունը։ Ֆունդամենտալ տարբերություններից մեկը ասեք եւ մենք ցուցադրելու բան ունենք։ Ֆունդամենտալ տարբերություններից մեկը հետեւյալն է, որ ճշմարտությունը դա բացարձակ հասկացողություն է, հարաբերական հասկացողություն։ Լիբերալ գլոբալիստներն ասում են, որ ճշմարտությունը դա հարաբերական հասկացողություն է։ Պահպանողականներն ասում են, որ ճշմարտությունը դա բացարձակ հասկացողություն է, բացարձակ։ Եթե դու ճշմարտությունը չես ընդունում որպես բացարձակ հասկացողություն, հասկանում ես, դա նշանակում է, որ ուրեմն դու քո համար հարաբերական կարող լինի կինը եւ տղամարդը, հարաբերական կարող լինի հայրենիք հասկացողությունը, հարաբերական կարող լինի բարոյականությունը, հարաբերական կարող է լինի պատերազմը եւ խաղաղությունը։ Դե այն ինչ որ այսօրվա իշխանությունն է, այն ինչ որ այսօր ԿՊ-ն վերել է եւ ինքն է։ Երկրորդ խնդիրը հետեւյալը ազատությունը դա գեր նպատակա թե միջոցը հասնելու ինչ որ մեծ գաղափարների։ Ազատությունը պահպանողականներն ասում են, որ ազատությունը դա միջոց է, որպեսզի միջոցով
մարդը հասնի իր երազանքին։ Երազանքը պետք է լինի ոչ թե փողը, երազանքը պետք է լինի մարդու իդեալները, բայց փողը շատ կարևոր է, որովհետև փողը տալիս է մարդուն ազատություն։ Մարդը փողը տալիս է մարդուն, որ մարդը նորմալ ապրի, բարեկեցիկ ապրի, լավ ապրի, ծանր վիճակի մեջ չհայտնվի։ Փողը հնարավորություն է, որ ինքը ազատ լինի, մարդկայինորեն ինքը ազատ լինի եւ իր ազատորեն կարողանա հասնել իր գեր նպատակներին։ Ինքը հանգստանա նորմալ, իր լավ աշխատանքն ունենա, իր երազանքներին հասնի։ Լիբերալը ասում է ոչ, լիբերալներն ասում են, որ փողը պետք է լինի մարդու գեր նպատակը, փողից բացի ուրիշ գեր նպատակ չունի։ Դրա համար ազատությունը իրանց համար գեր նպատակն է։ Այս երկու գլխավոր արժեքների շուրջ ազատության եւ ճշմարտության ֆունդամենտալ վեճի մեջ է գնում այդ պայքարը։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ընտրում են այն գաղափարը, որ փողն է գլխավոր նպատակը, իրանք դառնում են լիբերալ գլոբալիստ։ Այն մարդիկ, որ համարում են, որ ճշմարտությունը հարաբերական է, դառնում են լիբերալ գլոբալիստ։ Այն մարդիկ, որոնք ճիշտ հակառակ ճամբարի մեջ են, իրանք նորմալ պահպանողական։ Իմիջիայլոց այս ուղղությամբ դուք էլ բերել եք հիմա ցուցադրենք, այս ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությունում հիմա բավականին խորքային պայքար է գնում այդ ամեն ինչի դեմ, փորձում են իրեն ժողովրդի հետ աշխատել, բայց չնայած 90-ականներին հետխորհրդային շրջանում սովետական միության այդ փլուզված, հատկապես այդ փուլում լավ պարարտ հողեր ստեղծված են այդ լիբերալների համար, այլանդակելու, այլասեռելու, պղծելու։ Ես մի անգամ այսպիսի օրինակ բերեցի, ասեցի, երբ որ ընտրում են այս թիմին, լիբերալ այսպես կոչված, երևի հարցեր էին տալիս, օրինակ, կպղծես հայրենիքդ, կպղծես մորդ, չնայած երևի սկզբում սկսում էին, եղբորդ կպղծես, հորդ, ծնողներիդ մորդ կպղծես, երեզմանը կպղծես, լիբերալ արժեքները հավաքում էին իրանք շուրջ։ Լիբերալ արժեքները դա շատ նորմալ արժեքներ են, եթե իրանք բալանսավորված են պահպանողական, ազգային, տրադիցիոն արժեքների հետ։ Եթե դու սինթեզված ես վերցնում, դա լիբերալ արժեքները նորմալ են, որովհետև լիբերալ արժեքները նշանակում է ազատական գործընթացներ։ Այն ինչի մասին դուք խոսում եք, բացարձակ աղերս չունի այսօրվա։ Գիտեմ, դա եմ ուզում ասել։ Այն լիբերալ իսկ այսօրվա լիբերալ արժեքներ խոսացողների մա, այդ մարդիկ իրանց համար լիբերալիզմը գեր նպատակ է, որտեղ արդեն քո ասած ազգային տրադիցիոն արժեքները արդեն ոչնչացված ոչնչացված։ Դա կոչվում է ՔՊ, կոչվում է Տիգրան Խզմալյաններ, Արամ Զավելի Սարգսյաններ, Արման Բաբաջանյաններ, այո, դա կոչվում է նաև Մայա Սանդուներ, դա կոչվում է Սաակաշվիլի թիմակիցներ, դա կոչվում է եկեղեցի դեմ պայքարողներ, դա կոչվում է գեդոնիստական արժեքների կրողներ, որտեղ հայտարարում են, որ պետքա լեսբիականությունն ու հոմոսեքսուալիզմը պետական քաղաքականությունով խրախուսվի եւ աջակցվի։ Դա կոչվում է, երբ որ դեսպանատներում ասենք այդ բաների դրոշներն էին բարձրացնում այդ սեքսուալ փոքրամասններին պաշտպանության եւ քարոզում էին, որ դա պետք է լինի, դա կոչվում է այդ ամեն ինչը սախ մեկ միասնական դաշտի։ Ես միշտ ասում եմ, այսպես մի հատ իրանք բաներ ունեն, հագնում են ու վրան գրածա, ես ազատ մարդ եմ, ասեմ ավելի ապուշ բան։ Իհարկե։ Ավելի ապուշ մարդը ծնվում է, ծնված օրից պիտի իրան դաստիարակես, որ դու պատասխանատու ես։ Դու եկել ես այս աշխարհ ինչ որ պատասխանատվությամբ, ինչ որ առաքելությամբ, ինչ որ կոչով։ Ես ազատ անասուն եմ։ Ըստ էության այդ էլի անասուն եմ, ազատ եմ, էլի Իրականը գիտեք ինչի մեջ է, ամբողջ խնդիրը կանում է մանեջ, որ բոլոր աշխարհի բոլոր փիլիսոփաները վերլուծելով այդ լիբերալ անասուններին պայմանական ասած, որտեղ 20-րդ դարի սկզբում սոցիալիստներն էին այդպես։ Սոցիալիստները, բոլշևիկները, այդ նույն մոտ բարձրապես այնտեղ սոցիալիստները են տարածված, հիմա լիբերալները, ոչ մի տարբերություն չկա։ Իդեպ ասեմ, որ հոկտեմբերյան հեղափոխությունից նեոբոլշևիկները, այո, նեոբոլշևիկները այսօրվա լիբերալները, նեոբոլշևիկները, այն ժամանակվա սոցիալիստների, բոլշևիկների շարունակությունն է։ Իդեպ ասեմ, որ երբ որ խորհրդային հոկտեմբերյան հեղափոխությունը եղավ 17 թվականին, 18 թվականից սեքսուալ հեղափոխություն եղավ եւ սեքսուալ ոնցով արգելվեց բանը ամուսնության ինստիտուտը։ Այո։ Ասեմ ձեզ, արգելվեց եւ ըստ էության նուդիստական պլաժներ էին ստեղծում, ասենք նույն Բաթումին, որ մեր հայրենակիցները գնում են, առաջին նուդիստական պլաժը հենց Բաթում, շատ հետաքրքիր բան ասեմ, որ հենց Բաթումին դարձավ այդ ամենա իբրև ազատական, լիբերալ, բոլոր շղթաները, դեն ինքնետում, ընտանիքը շղթա է, հետո որոշակի ժամանակ հետո 30-ական թվականից հասկացան, որ դա այլասերվածություն է, այդ այլասերվածությունը բերում է պետականության փլուզման, Ստալինի ժամանակ կամած արդեն փակվեց այդ սիտուացիան։ Նույնը կարելի ասել այսօրվա լիբերալներին, որը հիպիական շարժումից սկսվեց,
հետո եկավ, հասավ հիմա արդեն այլասերման վերջի ստադիոնը, որտեղ ինչա ինքը վերջի ստադիոն 46%-ը Չինաստանում չի ամուսնանում, երեխա չեն ունենում։ Շատ հետաքրքիր բան ասեմ։ Ճապոնիայում։ Տեսեք, շատ հետաքրքիր բան ասեմ։ Ինչի է հիմա այդ լիբերալ արժեքները այլասերված արդեն եկել իր վերջնական անկումի։ Դրա նաև տնտեսական բաղադրիչ կա։ Ինչու՞, որտեղ գլոբալիստներ պարզվում է, որ գլոբալիզմի արդյունքում ամենամեծ հաջողությունը գիտես ով ունեցավ։ Չինաստանը, հիմա Հնդկաստանը, ինչի՞, որտեղ տնտեսապես գլոբալիզմը թույլ տվեց, որ Չինաստանին, Հնդկաստանին, Հարավ-Արաբելյան Ասիայի երկրներին զարգանալ, իրանց մոտ տնտեսական զարգացումը 5-6-7% է կազմում, իսկ իրանց մոտ Եվրոպաները 1-2%, մաքսիմում 3% կարող է լինի, չէ՞։ Որի արդյունքում այդ գլոբալիզմի արդյունքում հիմա Չինաստանը ողողել է իր ապրանքները ամբողջ աշխարհում, մեկ Հնդկաստանն է պատրաստում ողողել իր ապրանքները, բան, եւ արդյունքում հիմա գլոբալիստները, որ եկել են իշխանության Եվրոպայի երկրներում, բոլոր երկրները ապրում են պարտքով։ Ասեմ ձեզ, միջին ստատիստիկ եվրոպացին քիչ է աշխատում, շատ է սպառում, բայց որպեսզի կոմպենսացնի, ինքը պետությունը պարտք է վերցնում, եւ հիմա ասենք այսօր մենք ասում ենք Հայաստանի պարտքը կազմում է իր հնայի մոտավորապես 60%-ը, Ֆրանսիայում գիտեք քանի տոկոս է կազմում դա։ 120%, Իտալիայում 116%, Իսպանիայում 110%, Միացյալ Նահանգներում 120%, բոլոր տեղերում այդ նույն վիճակն է։ Այսինքն գլոբալիստները փաստացի իրանց քաղաքականության տրամաբանության արդյունքում բերել են իրանց երկրները տնտեսական անկման բանով եւ հիմա տնտեսական անկումը իրանց մոտ անխուսափելի է արդեն դառնում եւ դա բոլորը հասկանում են որ երբ որ միջին ստատիստիկ չինացին երկու անգամ շատ է աշխատում Այսինքն դուք կարծում եք այդ լիբերալ բանը վերջին կռիվն է տալիս հիմա բայց վերջի կռիվը ի՞նչ է նշանակում Վերջի կռիվը նշանակում է որ քանի որ իրանք հիմա կանգնել են մեծագույն խայտարակությունների առաջ որտեղ իրանք փաստորեն հսկայական պարտքային տնտեսություն են զարգացրել Պարտքային տնտեսությունը որ զարգացրել են մարդուն միջին ստատիստիկ Եվրոպացում պետք է խափեն ասում, բա որտեղից որտեղ պարտքել չեն կարող պարտվեցնել։ Իրանց ինչ է մնում։ Հրահարել երրորդ համաշխարհային պատերազմ։ Ասում եմ վայնա so spishit, չէ՞ մոտավորապես sense։ Այսինքն իրանց ասում են պատերազմը կսրբի մեր բոլոր ձախողումները։ Պատերազմը դա լավագույն ձևն է մեր բոլոր ձախողումները սրբելու համար։ Հիմա այդ նույն վիճակն է, ոնց որ ժամանակին նացիստները բերեցին երրորդ համաշխարհային պատերազմի, ոնց որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շահագրգռված էին գերմանական միլիտարիստները, որոնք մեծ հաշվով իրանց էր շահավետ, որպես իրանք նոր գաղութներ ձևավորեն։ Հիմա գլոբալիստների գլխավոր նպատակը իրանց իսկ վարկաբեկված արժեքներն ու գաղափարները փրկելու համար ուզում են հրահարեն նոր պատերազմ, իսկ լավագույն պատերազմը դա ռուսոկենական պատերազմը վերածել մեծ պատերազմի։ Եվ այդ դուք նկատել եք Գերմանիայի պաշտպանության նախարարը արդեն ավետում է, որ 28 թվականին կամ 25 թվականին նույնիսկ հաջորդ տարի արդեն կլինի երրորդ համաշխարհային, այսինքն իրանք արդեն պատրաստվում են դրան։ Հիմա հարց, այդ տրամաբանականը չէ որ ասենք ի վերջո աշխարհը այդ ավանտյուրիստների անտեսանի ձեռքը բռնի, որպես թույլ չտա որ այդ ամեն ինչը։ Բայց իրենք դեռ շարունակում են ուժեղ մնալ։ Տեսեք Իտալիայի վարչապետը Բերլուսկոնիի կադրներ իր կուսակիցը, բայց ինքն էլ սկսեց կամաց, այսինքն իրենք ուժեղ են, կարողանում են այդպես իհարկե ուժեղ են։ Հույս կար, որ Եվրոպարլամենտի ընտրությունների ժամանակ չեն իրենք իբրև թե պարտվեցին, բայց տեսնում եք նույն դեմքերը չէ, էլի շարունակում են իրենք ղեկավարել։ Բայց ես տեսօրինակ հիմա բայց իրանք պարտվելու են, որտեղ պատմականորեն են իրանք պարտվելու։ Անկամ այնպես ազդեցին Ռումինիայում կարողացան, Մոլդովայում կարողացան, տեսեք այնուամենայնիվ կոմունիզմը ծնվեց 17 թվականին, հետո եկավ ամբողջ աշխարհը գրավեց, հետո եկավ խորհրդային փլուզման արդյունքում բոլոր աշխարհի բոլոր կոմունիստները փլվեցին, համաձայն եք։ Չինաստանը Չինաստանը կոմունիստական չի, Չինաստանը կապիտալիստական երկիր դարձավ։ Բայց համակարգը կառավարվում արտակուստ մնաց։ Հիմա նույն գլոբալիստները, ինչպես որ կոմունիստները փլվեցին, հիմա գլոբալիստ Հիմա այսինքն ամբողջ հարցը այն է թե տակին ճավերակներ կմնա հիմա հետեւյալը հասկանանք էդի մենք կարանք փրկենք աշխարհը իրանցից եւ կանգնեցնենք երրորդ համաշխարհային թե ոչ հիմա այս խնդիրը մեծագույն խնդիրը փորձում են երկու մարդ լուծել Պուտինը եւ Տրամպը այս երկու առանցքային Դուք ճիշտ ասեցիք, որտեղ ես լսում եմ ռուս փորձագետներին, իրենց մեջ էլ մեծ բանավեճ կա, մի մասը ասում է Թրամփը նույն աղետն է, բերում է մյուս մասը ասում է այո, մենք պետք է Տեսեք, ես մի բան ասեմ, այն մարդիկ, ովքեր այն ռուսական փորձագետները, որոնք ասում են թե մեր շահերը ամեն բարձր պետք է անի, տրամաբանական Ռուսաստանի շահերից պետք է պատերազմը շարունակվի։ Դա հասկանալի է։ Բայց այն շրջանակներ կան, որոնք հասկանում են, որ ճիշտ է ռուսական շահերը կարևոր են, բայց ավելի կարևորը նաև աշխարհի շահերը։ Դա շատ այդ մոմենտը կա, այսինքն հանուն երրորդ համաշխարհային պատերազմի կանգնեցման
կարելի է Տրամպի հետ։ Այսինքն պիտի ռուսական կողմն այսպես տեմպես ընթառաջ գնա։ Օբյեկտիվորեն տենց շատ լավ։ Տեսեք, եւ իմաստով Տրամպի եւ Վենսի շահագրգռվածությունը ես անկեղծ եմ տեսնում եւ միանշանակ է։ Եվ այդ իմաստով այն արժեքային համակարգը, որը պետքա վերջապես հաղթի այն արժեքային համակարգին, որը տիրում է այսօր Եվրոպայում եւ ինքը քաղցկեղի նման տարածել է Հայաստանի վրա, փորձում է Վրաստանի վրա տարածել, Մոլդովայի վրա տարածել, Ուկրաինայի վրա տարածել։ Դե խելամիտ մարդիկ ասում են, արդյունքում 1.700.000 մարդ է կործանվել, չէ։ Հիմա Հայաստանում այս քաղաքական արդյունքում ինչ է։ Արցախ են կորցրել, զոհեր են կես կամ տվել, Հայաստանն էլ կործանման եզրին է, կորցնելու եզրին է, այս բողջերի ձեռքում հայտնած։ Տեսեք, ինչն է հետաքրքիր, որ ու մի հատ էլ բան ասեմ, տեսեք, գլոբալիստների ընդհանրապես փարիսեյցիան աստիճանը Ուկրաինայի մասով, ես մեր ժողովրդին ասեմ, որովհետեւ դուք պատկերացնեք փարիսեյցիան աստիճանը։ Տեսեք, Ուկրաինան ԵՄ անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ չի, բայց իրանք ոտու ձեռնգած Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար չէ։ Այս լավ օրինակ եք վերելու։ Բայց օրինակ Կիպրոսը, տեսեք, ԵՄ անդամ է, չէ։ Բայց Կիպրոսում ընդամենը ապրում էր 10% թուրքեր, Թուրքիան օկուպացրել է 37% Կիպրոսի, ծպտուն չկա եվրոպական վերնախավերիկումից, 0 արձագանք։ Այսինքն փաստացի Ռուսաստանը օկուպացնում է Ուկրաինայի ռուսալեզու տարածքները, որտեղ ռուսներն ապրում։ Վերցնում է, գրավում է իր լեզու տարածքները, որտեղ ռուսներն ապրում, մեծ մասն են ապրում ռուսներ։ Իսկ թուրքերը գրավել են Կիպրոսի 37%-ը, որտեղ ապրում է բնակչության 10%-ներ ապրում։ Ավելին Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Այո, Հունաստանը իսկ Կիպրոսը ԵՄ անդամ գրավել են եւ դրա մասին ԵՄ անդամ լիարժեք երկերեսանություններ եւ այն արեմտամետները Հայաստանի, որոնք ծպտուն չեն հանում Արցախի վերաբերյալ, ծպտուն չեն հանում Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ, Կիպրոսի վերաբերյալ, բայց դոշ են ծեծում Ուկրաինայի համար, դրանք ես սրբապիղծներ եմ համարում այդ մարդկանց։ Դրանք ոչ մի արժեքներ չունեն, ոչ մի գաղափար չունեն։ Իրանց համար Արամ Զավենի Սարգսյանը սպասում ասա Թուրքիայի ճանապարհը բացեն, դուք կտեսնեք սա ինչ դրախտային ինչ բան է եւ իր կուսակցության անդամը մի հատ կոմազգիների ներկայացուցիչը ասում է ինչ լավ պայմաններ ենք ստեղծել, ինչ լավ է որպեսի մեր ժողովուրդ ավելի լավ հասկանա թե ովքեր են դրանք։ Իմ կարծիքով լավ կլինի, որ այն դուք մի հատ բան եք առաջարկել։ Մենք հիմա դա կցուցադրենք, տեսեք, շատ հետաքրքիր է, դե որովհետև գիտեք ինչ է, այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնությունն ինքը դուք միշտ ճիշտ ասում եք, դա պետական հիշողություն ունի, միշտ պետություն է ունեցել եւ ինչ կարեւոր է ոնց են գտնում։ Տեսեք եւ իրենց մտավորականները հիմա մենք այս ամեն ինչը ներկայացրել է, գտել է եւ շատ հետաքրքիր վերլուծում է Բեսագոն այդ Ալիքով այդ հաղորդաշարը ունի Նիկիտա Միխալկովը, բայց սա նորություն չէ իրենց համար, թե լիբերալները ինչպես են մտել, ինչ են արել Ռուսաստանի սովետական միության հետ, Ռուսաստանի Դաշնությունում, հետո դրանցից մեկը էս պիղծը, որ հայտնվում է Եվրոպայում միլիոններ, ինչ միլիոն, ինչ թվի մասին էր, 48 միլիոն դոլար, 48 եվրո թալանում է եւ ինչպես է կարողանում աշխատել եւ այս այլանդակությունը ինչ է խոսում, բայց սա նորություն չէ, 90-ականն ես ուզում եմ սա տեղ հասնի, որտեւ այդ անունը հնչեղ է, 90-ականներին իրենք եկան եւ այն հայտնի դեմքերի վրա իրենց ձեռքը դրեցին, օրինակ Ալլա Պուգաչովայի, բայց ինչն էր խնդիրը, որ Ալլա Պուգաչովան պիտի ասի, ես ձեզ սիրում եմ, հասկանում եմ սեռաշեղվածներին, հոմոսեքսուալիստ է, ես ուզում եմ ասել, որ դեռ այդ այլասերումը իրենք շատ կազմակերպված են արել, իրենք այդ հայտնի դեմքերով եւ բոլոր իր այդ ամանորյա համերգների ժամանակ առաջին պլան էին գալիս այդ դեմքերը եւ իրենք սկսում էին թելադրել ճաշակ, իրենք թելադրել որպեսզի մեր քաղաքացիները տարբերեն, կա լիբերալ այս այլասերվածներ եւ կան պահպանողական լիբերալներ, դրանք տարբեր բաներ են, կներեք, էլի սենց ինչի եմ տենց ուզում տարբեր ասենք, որտեվ տեսեք, խորհրդային միության փլուզման արդյունքում, չէ, երբ որ մենք անցանք շուկայական տնտեսության շատ նորմալ երևույթ էր, իշխանությունների տարանջատման սկզբունքը, դեմոկրատիան, բազմակուսակցությունը, մարդու իրավունքների ազատությունը, խղճի ազատությունը, դրանք սաղ լիբերալ արժեքներ են, դրանք շատ ճիշտ արժեքներ են, որոնք դրանց հաստատումը շատ կարևոր է, բայց նաև սովետական միությունից եւ սովետական միության փլուզման արդյունքում եկեղեցու դերը մեծացավ, չէ՞։ Կրոնական արժեքները առաջ եկան, որը խրախուսվում էր այն ժամանակ բոլորի կողմից։ Այսինքն այն ժամանակ այսպես ասած լիբերալները միասնակ, այսինքն կային լիբերալ պահպանողներ։ Ես ասեմ ոչ այնքան ձեր ասած այլասերված լիբերալները անգամ Վազգեն Վեհապարին չէին խնայում, հիշում եք ինչեր էին ասում։ Այնպես չէր որ իրենք բանը։ Ինչ եմ ուզում ասեմ, որ բանը իրական այդ այլասերված լիբերալները նոր են դրսևորվում արդեն։
որովհետև Չէ, իրենք միշտ կային, իրենք շատ կոնկրետ աշխատում էին, բայց հիմա եկել է պահը, որ ասել են դե դավայ ջրի երես դուրս եկեք։ Հիմա Գալկինին ու Ալլա Պուգաչովային ասում են վերջացած ձեր ժամանակը։ Հիմա դուք պիտի ասեք «Նիետ վայնի», հիմա դուք արդեն դուրս պիտի գաք։ Տեսեք, շատ կարևոր մոմենտ ասեմ ձեզ, էլի, օրինակ տեսեք, օրինակ եկեղեցու հետապնդումը, եկեղեցին հալածել արել են Զելենսկին, չէ, արել են բոլշևիկները ժամանակին։ Նեո բոլշևիկները։ Չէ, բոլշևիկները 17 թվականի հեղափոխությունից հետո հսկայական եկեղեցիներ քանդեցին, հիշում եք, բանի բոլշևիկների ժամանակ, կոմունիստները որ ավելի դրական։ Եկեղեցու դեմ աշխատել են նաև նացիստները, երբ որ եկան Հիտլերը որ եկավ իշխանության։ Մեկ էլ Նիկոլենք։ Եվ հիմա եկեղեցու դեմ աշխատում են այսօրվա նեոլիբերալները, աշխատում են Նիկոլ Փաշինյանը, փորձեր անում Սաակաշվիլին աշխատել, Ուկրաինայում աշխատեցին այդ ուղղությամբ։ Չեն աշխատում, հիմա այն օր ձերբակալել են։ Այդ եմ ասում, հիմա այսինքն եկեղեցու դեմ պայքարում են հիմնականում այդ այլասերված գաղափարների կրող մարդիկ։ Լիբերալներ, բոլշևիկներ, սոցիալիստներ, կարևոր չի դա։ Դուք լավ օրինակ բերեցիք, ես շատ կհանրայնացնեմ, դա շատ ճիշտ էր այդ Կիպրոսի օրինակը, որ տեսեք երեսպաշտությունն ու այլանդակությունը, այսօր եվրոպական իշխանությունների, որ ծպտուն չկա, այնտեղ էլ չէ, եկել է զավթել է, գրավել է ձայն չկա, բայց այստեղ քանի որ իրանք գերխնդիր ունեն կործանել, ավիրել Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան այսպես բանենալ, եւ ես երեսպաշտությունը նույն էս աստղերի ես պատահական էս օրինակը չբերեցի։ Տեսեք, պատերազմը սկսում են Նիետ վայնի բոլորը հայտարարում են, իբրև գնում են Իսրայել։ Իսրայելի ժողովուրդը այնտեղ ցեղասպանությունա Գազա, քար լռություն։ Այսինքն այս իրենց մեջ ինչ կեղծ երեսպաշտ բան կա, էլի, սա է։ Սենց ասեք, բանը երեսպաշտությունը կեղծավորությունը այս գլոբալիստ լիբերալների գլխավոր այցեքարտն է, իրանք իրականում դա են։ Մենք սիրում ենք ձեր ժողովուրդ։ Ես կարծում եմ որ արժի որպեսզի այդ մարդկանց դիմագիծը բացելու համար լսենք այդ ռուս այդ լիբերալ մի քիչ բացեք, ուրեմն մի երիտասարդ, որ 90-ականներին ծրագրավոր աշխատել է, ուրեմն Կրեմլում 2000 թվականից սկսած Ոմն Յակիմենկո, որը այսպես ասած լիբերալ ժամանակից իբրտե լիբերալ արժեքների կրող էր, որին հրավիրեցին պետությունը հրավիրեց, որ ինքը աշխատի Ռուսաստանի երիտասարդության հետ, իբր նոր արժեքներ ներմուծելու համար։ Սա է խնդիրը։ Նոր արժեքներ, ասենք որ դեռ Կրեմլի ազատագրումն էլ միջև դեռ ազատագրված չի բավականին երկար փուլ է անցնում 20 տարի անցնում են։ Նաև այնտեղ կային ղեկավարներ, որ այսպիսիներին էին աշխատանքի ընդունում, ոնց է Պաշտոնեյանը, որ հետո հեռացրեցին Սուրկովը։ Այո, եւ իր աշխատակից իր ենթականերից է եղել սա։ Հիմա դուք լսեք Սա հիմա փախել է Եվրոպա եւ բացահայտում է թե ինչ են արել այս լիբերալները դուք այն որ ասում ասես կետարկետ նմանություն կտեսնեք այսօրվա այս նիկոլական ԿՊԱ-ականների հետ թե ինչ այլանդակություն են սրանք եւ հիմա բաց տեքստով պատմում է թե ինչով է զբաղված եղել եւ այս մարդու այլանդակ կերպարը կտեսնեք եւ ինչ են արել իրենց հետ խնդրեմ Сегодня вот в то, что вы делали тогда, вы не верите. То есть, считаете это бессмыслицей, что ли? Ну как это бессмыслицей? Я заработал много денег. Вы со мной сейчас разговариваете во многом, потому что у меня была за плечами эта история. Я построил себе дом, и не один. Да нет, почему? Это было осмысленное мероприятие. И я много что понял про власть, про природу власти. Если бы у меня не было такого глубокого опыта, мне бы могло казаться, что где-то в каких-то эшелонах есть какие-то люди, они совсем другие. Нет, я могу утверждать, что никаких эшелонов, никаких там особенных людей, все абсолютно одинаковые. Но когда вы строили движение «Наши», вы уже на тот момент так рассуждали? Или вы Нет, когда я строил движение «Наши», я был наивный люберецкий парень, который ничего в своей жизни, кроме наркотиков, не видел и бандитов. Я вообще в этой жизни ничего, кроме женщин, не интересовал никогда. Ну и котов. Для меня все эти вещи, это была возможность приблизиться к женщинам в том или ином виде. Никакой политикой никогда не занимался. Я занимался вопросом ухаживания за женщиной. Если бы я в свое время не осознал остро, что я абсолютный дегенерат, причем дегенерат, работающий в правительстве, работающий в Кремле, я бы никогда в жизни не смог бы понять того немногого, что я на сегодняшний день понял.
Ոնց որ ԿՊԱԿ-ը խոսի։ Այս մարդը երիտասարդ տարիներին քարոզանում, երիտասարդներ մեր հետևից դուք գալու եք իշխանությունը ձերն է, մենք պիտի տապալենք այս իշխանություններին, բոլոր թալանչիները, բոլոր կոռուպցիոնները, դուք ազատություն եք ստանալու, ազատություն, վերջապես իրավունք, ոնց որ ԿՊԱԿ-ները խոսեն։ Սրա հետ խոսում է, հիմա արդեն խոստովանում է, թե իրականում ինքը ինչ արժեքների կրող ա եղել։ Շներ, կատուներ, կանայք դրանով արժե թքած ունի ամեն ինչի վրա երկրի պետության իրեն միայն հետաքրքրել է փողը։ Այս ԿՊԱԿ-ների բան տիպաժն է։ Այս արդեն տարիներ հետո է խոստովանում Գերմանիայում միլիոնները տանելով Ռուսաստանից ինչ է խոստովանում շարունակությունը։ Այլանդակության բան լսեք։ Для меня сейчас никакой России не существует. Для меня существует 140 миллионов человек, говорящих по-русски и самим языком. Տեսեք, նույն այս ձևակերպումը, որ Չէ, թող լսվի դա։ Հա։ Ահա, ասեք, լավ, դուք խոսեք հիմա բան կա։ Ձևակերպումը, որ իր համար գոյություն ունի Ռուսաստանը, կա 140 միլիոն բնակչություն, դա նույն լիբերալների մտածողությունն է։ ԿՊԱԿ-ների։ Տեսեք, ոչ միայն ԿՊԱԿ-ների, ասենք որ կոնկրետ հասկանանք ԿՊԱԿ-ների, Սաակաշվիլի, կոմունակիստների, այսօրվա եվրոպական էլիտաների, իրանք ինչ են ասում են Ֆրանսիայում չկա ֆրանսիացիներ, կան Ֆրանսիայի քաղաքացիներ, բնակչություն։ Մինչդեռ պահպանողականներն ասում են, որ ֆրանսիական ժողովուրդը դա քանակական եւ օրգանական միասնություն է։ Ֆրանսիան դա նաեւ Ֆրանսիայի պատմությունն է, Ֆրանսիայի արժեքներն են, Ֆրանսիայի հին բարքերն են, որ պետքա հարգեն են մարդիկ, որ գալիս են Ֆրանսիա ապրելու։ Մինչդեռ լիբերալները ասում են, այդպես բան չկա, Ֆրանսիան տարածք կա, որտեղ ապրում են 60 կամ 70 միլիոն քաղաքացի։ Կապ չունի թե ինչ տարածք կա։ Այնտեղ հայա, թուրքա, ադրբեջանցի, թե եզդի, թե չգիտեմ ինչը կապ չունի։ Իրանք բոլորը պետքա որպես բնակչություն ապրեն։ Նույն մոդելը ստեղ Նիկոլ Փաշինյանը ասում է Հայաստանը դա Հայաստան չի, սա փաստացի 3 միլիոն բնակչության տարածք կա, որտեղ պետքա մարդիկ ապրեն, եւ լավ պետքա ապրեն։ Հասկանում եք, այս չկա հայ ժողովրդի պատմություն, կա տարածքի պատմություն։ Բայց եկեք ասենք, որ այնպես չի, որ Նիկոլը հզոր է, այդ լակոտները, որ փողոց իրանց տերերն են հզոր։ Ինքը իրականացնում է նույն շրջաբերականները, նույն աշխատանում են բանը Մոլդովայում, Ուկրաինայում։ Զելենսկի համար էլ մի րոպե, Զելենսկին եւ իր թալանչների համար Ուկրաինա հասկացողություն կա, թե ոչ, կա ուկրաինական տարածք, որտեղ 30 միլիոն մարդ է այսօր ապրում, իրանք պետք է փող աշխատեն 30 միլիոն։ Այս այլանդակությանը լսենք, էլի շարունակենք, թե ոնց որ այս մերոնց քսերոքսը լինի։ Последними, скажем так, столетием или 200-летием. История плохого слова. Взаимоотношений друг с другом, определенным образом сформировавших свою картину мира. Вот это для меня факт. У этих 140 миллионов людей внутренне, на мой взгляд, чрезвычайно отчаявшихся, одиноких и полностью не представляющих, за что им зацепиться в своей обыденной жизни, потому что все-таки, знаете, чтобы взять 3 миллиона и пойти защищать Родину, ну это надо уже дойти до определенного, да? Մաստեսեք։ Չկա հայրենիք, հիմա այն իր այլանդակությունը։ Ինքը ինչ ասում, ասում է մեծ հաշվով չկա Ռուսաստան հասկացողություն։ Եվ այն 3 միլիոն մարդիկ, որ հիմա գնում են պատերազմի, դրանք գնում են հանուն ոչինչի։ Այդ մարդիկ հանուն ոչինչի են գնում։ Այդ ով էր ասում մեր մոտ։ Հասկանալի է թե ով էր ասում։ Հիմա տեսեք, եթե հանուն ոչինչ, դա նշանակում է, որ Մեխակյանը հանուն ոչինչի է գնացել զոհվել։ Հասկանում եք, որպեսզի դա ավելի սուր ցույց տան իր անառակ որդուն պիտի բերեն այդ անառակին, որ իր ձեռքով անեն։ Այո, Վազգեն Սարգսյանը հանուն ոչինչի էր սպարապետ դառնում։ Դրա համար եղբորը, հա, բերել։ Համար եղբորն են բերում, որ փչացնեն այդ գաղափարը, որ Վազգեն Սարգսյանը փչանա, որպեսզի Մեխակյանը փչանա։ Հասկանում եք ինչ նախնդիրը, հանուն ոչինչի գաղափարը եւ այն մարդիկ, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթում էին, գնում էին, զոհվում էին, դրանք հանուն ոչինչի էին զոհվում։ Եվ ինքը ասում է, ես զարմանում եմ այդ դեբիլների վրա, որ գնացել են, հավատացել են, գնացել են պատերազմի մեջ մասնակցել են։ Սա է լիբերալ, այս գլոբալիստ լիբերալների ուղերձը ժողովուրդներին։ Ինքը ասում է դու պետք է դաստիարակես բոլոր ժողովուրդներին նենց եւ ժողովուրդներին պետք է իշխանության բերես այն մարդկանց, որոնք ներքին դավաճաններ են, որոնք իրենց իսկ ազգային արժեքները ոչնչացնում են։ Տեսեք, նույնիսկ իշխանության գալու ժամանակ Նիկոլ Փաշինյանին բերեցին Մոնթե Մելքոնյանի կերպարով։
Ինչի Մոնթե Մելքոնյանի կերպարը բերեցին, որպեսզի Մոնթե Մելքոնյանի կերպարը փչանա, որտեղ եթե դու Մոնթե Մելքոնյանի կերպարով բերում ես մի մարդու, որը ոչնչացնում է Մոնթե Մելքոնյանի արժեքները, վարկաբեկվում են եւ արժեքները եւ Մոնթե Մելքոնյանը։ Երբ որ դու Արգիշտի Մեխակյանին դարձնում ես համայնքապետ, դու ոչնչացնում ես եւ արժեքները եւ Մեխակյանին, հասկանում ես, երբ որ դու Վազգեն Սարգսյանի եղբորը սարքում ես Վազգեն Սարգսյանի գաղափարների հակառակորդ, դու համ Վազգեն Սարգսյանին ես ոչնչացնում, համ Վազգեն Սարգսյանի արժեքներն ես ոչնչացնում։ Սա է խնդիրը։ Այս խնդիրը ծրագրված դրված է, ավելին կարամ ասեմ, Մուրը Բրիտանիայի մի 6-ի ղեկավարը պրակտիկորեն խոստովանել է հոկտեմբերի 1-ի այս տարվա ելույթում Ստամբուլում։ Սա է խնդիրը։ Հիմա վերջին կտորը, որ դուք հասկանաք, թե մենք ինչ այլանդակության ձեռքում ենք եւ ինչ է խոստովանում, ինչ հանգստությամբ, ես ներողություն եմ խնդրում, բայց սակայն ռուսական կանալներով են ցուցադրում, կարող ենք հեռարձակել, խնդրեմ։ У меня была сестра, короче, красавица. И ее все хотели так. Я подумал, а зачем, интересно, они ее будут трогать, лучше я ее сам трогаю. Теперь я вам задаю один вопрос. Вы заходите к себе домой, вам 16 лет. У вас есть сестра. Так получилось, что вы в одной кровати. У вас есть, я вам задаю один вопрос. Вы сейчас с женщиной лежите в кровати или с сестрой? С сестрой. Все, вы никогда не заработаете миллиард. Почему? Потому что из женщины, то есть реальности, которая напротив вас лежит и пышет жаром, и идеи того, что нельзя, прикрыты словом «сестра», вы выбираете слово «сестра». Так вот, когда вам предложат заработать миллиард, вы найдете 1000 причин этого не делать. Почему? Так люди же потеряют деньги. Ну и с ними. Տեսեք, հիմա այստեղ շատ կարևոր խնդիր կա։ Սա այստեղ է այն գլխավոր ջրբաժանը լիբերալ այլասերվածների եւ լիբերալ պահպանողականների միջեւ։ ՔՊ-ի այստեղ է գլխավոր ջրբաժանը ՔՊ-ի եւ մնացած վերնախավի կողմից։ Այստեղ է գլխավոր ջրբաժանը Տրամպի եւ Բայդենի միջեւ։ Այստեղ է գլխավոր ջրբաժանը Պուտինի եւ այսօրվա եվրոպական էլիտաների միջեւ։ Եթե դու քո քրոջը դիտարկում ես որպես կին, ուրեմն դու լիբերալ ես։ Եթե դու քրոջը դիտարկում ես որպես քույր, ուրեմն դու պահպանողական ես։ Սա շատ ֆունդամենտալ է։ Ինչի, որտեվ կենտրոնական խնդիրը Այս տիրես տեսանկյունի դու անասուն ես, փող չես կարող աշխատել, բայց դու պետք է ոչ մի սրբ ամեն ինչի վրա եթե դու գնում ես, դու ճշմարտությունը դիտարկում ես բացարձակ արժեք թե հարաբերական։ Եթե քո համար ճշմարտությունը հարաբերական է, ուրեմն դու լիբերալ պիղծ ես։ Եթե քո համար ճշմարտությունը բացարձակ է, ուրեմն դու նորմալ պահպանողական լիբերալ արժեքներով մարդ ես։ Սա է կենտրոնական խնդիրը։ Եվ այս կենտրոնական խնդրի մեջ է գնում պայքարը համաշխարհային գլոբալիստ լիբերալների եւ համաշխարհային ազգային արժեքներով հիմնված պահպանողական ուժերի միջև։ Լինի դա Ֆրանսիայում, լինի դա Միացյալ Նահանգներում, լինի դա Հայաստանում, լինի դա Վրաստանում, լինի դա Ռուսաստանում, թե եվրոպական երկրներում։ Այս պայքարը շատ ֆունդամենտալ պայքար է։ Այս պայքարը հետեւյալն է, այս մեր հասարակությունը պետք է այլասերվեն, թե հասարակությունը պետք է առողջանա։ Հասարակությունները պետք է գնան երրորդ համաշխարհային պատերազմի, թե հասարակությունը հնարավոր է խաղաղ ապրեն, կարողանան փրկեն մարդկությունը մեծ պատերազմից։ Նույն այս Վրաստանի պայքարը որ կար, չէ, Վրաստանի այսօրվա իշխանությունների եւ այդ սրբապիղծ ընդդիմադիր շրջանակների նույն տրամաբանությունն է, նույն այսօրվա տրամաբանությունը այսօր Հայաստանում է։ Եկեղեցու դեմ պայքարը, սա նույնն է, որովհետեւ տեսեք այդ մի քանի Գևորգ Սրբազանը, որին Արգիշտի Մեխակյանի օրինակն է։ Նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Ի վերջո մարդը մի կյանք ունի այս աշխարհում։ Կյանքը որ մեռնում է, ինքը պետք է կամ դրախտում հայտնվի կամ դժոխքում, չէ՞։ Հիմա մեծ հաշվով նույնիսկ եթե դու միլիարդատեր ես կամ փող չունես, միևնույն է մեռնելուց դուք հավասար եք լինելու։ Բայց կարևորը դուք հայտնվես դրախտում թե դժոխքում։ Հիմա Գևորգ Սրբազանը ըստ էության դժոխքում կհայտնվի թե դրախտում։ Կապված է իր բանից։ Եթե դու փաստացի դավաճանում ես քո արժեքները, քո սկզբունքը, քո կառույցին, ասես դու չես կարող արդեն դրախտում հայտնվես։ Եթե դու մտածում ես, որ այս աշխարհիկ կյանքում դու կարող ես վայելես այն վայելքներով, որը առաջարկում է քեզ, լինելով ինչիա տենց, որովհետև այս լիբերալ սրբապիղծների համար իրանք ոնց որ Վազգեն Սարգսյանին են վարկաբեկել եւ իր եղբոր միջոցով, ոնց որ Մեխակյանին են վարկաբեկել, ոնց որ Մոնթե Մելքոնյանին են վարկաբեկել, ման են գալիս օրը Հիմա ման են գալիս այդ այնց տիպի եկեղեցական շորերով մարդկանց, որպեսի վարկաբեկեն նաև եկեղեցուն։
Սա է ամբողջ խնդիրը։ Հասկանում եք, սա մենակ հայաստանյան խնդիր չի, սա համաշխարհային խնդիր է։ Այն պայքարը, որ հիմա գնում է Հայաստանում, նույն պայքարը գնում է Վրաստանում, նույն պայքարը այս պայծությամբ, ավելի մեղմ ճանապարհով։ Նույն պայքարը գնում է Ուկրաինայում։ Ուկրաինայում ինչ այցին քանդեցին ընդեղ եկեղեցին, չէ՞, ֆունդամենտալ ոչնչացրեցին։ Նույն պայքարը գնում է այսօր Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում նույն պայքարն է գնում։ Բանի Ռիչարդ Քրքի սպանությունը հենց դրա արդյունքն էր։ Հասկանում եք, ի՞նչն է խնդիրը։ Սա նույն պայքարը գնում է Ռուսաստանում։ Ֆունդամենտալ է այդ պայքարը, նույն պայքարը գնում է Եվրոպայում։ Եվ պետք է մեր հոսանքը կարողանա ամբողջ աշխարհով մենք իսկապես մեծ համերաշխությամբ մենք պետք է իրար հետ միասին լինենք, որպեսզի կարողանանք հաղթենք, որտեղ գլոբալիստ սրբապիղծերը իրանք ունեն իրենց ինտերնացիոնալը։ Հասկանում եք, ոնց որ կոմունիստները ունեն ինտերնացիոնալ, ասում են պրոլետար եւ սեքտրանսայզիացիա, չէ՞, sense բան կար։ Իրանք էլ ունեն իրենց ինտերնացիոնալը։ Իրանք շատ լավ են ճանաչում Զելենսկին, Սաակաշվիլին է ճանաչում, Սաակաշվիլին Զելենսկին, իրանք իր հետ Փաշինյանին են ճանաչում, Մայա Սանդուին են ճանաչում, իրանք սա իրար ճանաչում են Մակրոնին։ Իրանք սա նույն մի հատ շայկա է իրենց ներկայացնում, որի վառ բանը դրսևորում թե իրանք ինչ են ներկայացնում։ Դրսևորվեց Զելենսկի այդ թիմում, երբ որ տեսան, որ Զելենսկին եւ իր այդ բանը բանդան, փաստացի փողը աշխատում պատերազմի վրա։ Իրան ժողովրդի 1.700.000 մարդ կոտորվելու արդյունքում իրանք ընդամենը 6 ամսվա կտրվածքով մենակ էներգո ոլորտում 100 միլիոն դոլարի բանը թալան են հայտնաբերվել։ Սա է խնդիրը։ Այսինքն այս մարդկանց իրական էությունը այս մարդու խոստովանությունն է, այսինքն այն ինչ որ հիմա այս մարդը խոստովանում է, վաղը մյուսը խոստովանելու է Մինդիչը, այդ բանի Ալիբաբան, այդ բանի այդ Երմակը, այդ Զելենսկիի գործընկերոջ։ Հիմա մենք էլ ունենք, չէ՞, մեր Ալիբաբաները։ Մենք էլ ունենք մեր պրոֆեսորները, մենք էլ ունենք մեր Կարլսոնները, չէ՞, մենք էլ Հայաստան, այդ բոլոր տեղերում կա, մեր բոլոր երկրները ունեն իրենց Ալիբաբաները։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Հիմա մեր մոտ էլ կա Ջրբաժանը, սա բայց մեր մի հատ փրկությունն այն է, որ քանի որ պարոն Բոզյան, իրենք շատ դուք ճիշտ ասեցիք, իրենք շատ միասնական են, ուժեղ են, կոնկրետ գաղափարախոսություն ունեն, հիմա մենք իրենց ձեռքում ենք հայտնվել այս փոքր ազգային բանես ուժերը, մենք դուք պատկերացնում եք ինչքան պիտի միասնական լինենք, որ կարողանանք ուրիշ ճանապարհ մենք չունենք։ Եվ այսօր տեսեք, մենք ասում ենք ինչի այս տարիների ընթացքում մենք խոսում ենք նախնական զրույցում, հա, որ 30 տարի այսպես պատերազմից հետո, բայց եկեք ընդունենք 10%, 12% տնտեսական աճով այսպես ձևավորվում է սխալներով հանդերձ, բայց Ռուսաստանն սովետական միությունը չդիմացավ, Ռուսաստանը չդիմացավ դրան, մյուս երկրները չեն դիմանում։ Հիմա խոսքս ինչին եմ տանում, որ տեսեք ինչքան ամուր կառույց է հայ առաքելական եկեղեցին, թերևս մեր միակ ամենակայացած ուժեղ կառույցն է, որ այսպես ես այն օրը գիշերը գնում էի պատարագի երեկոյան, գնում էի պատարագ ու սենց նայում եմ, ասում եմ Աստված իմ, այս ինչ մեղ, սենց մենակ ա մնացել։ Ու սենց հարցակվել է թշնամին, ներքին թշնամին ուզում է խժռի մայր տաճար, ուզում է խժռի հայ առաքելական եկեղեցին, շատ հասկանալի պատճառներ կան, շատ հասկանալի, ու մենք դեռ հլնդեղ գծում բռնում ենք, ինչ ենք անում, ուզում ենք որ վեհապարը դրոշակը վերցնի, բա դուք ինչի համար եք։ Դեք ինչի ա տենց, ասեմ դες, դա հանուն արդարության պետք է ասենք, որովհետև մենք էլ խորհրդայնության փլուզումից հետո մենք բարոյական այդ վերելքը, որ սկզբնական փուլում կար, կարողացանք պահել, հետո մտավ գողական բարքերը, այն մեր հեռուստաընկերությունները, սերիալները, օրինակ այդ Որոգայթ կոչեցյալը, որը գողական բարքերը սարքել էր, չգիտեմ բան, չէ, ինչ եմ ուզում ասեմ, ի վերջո, ես սենց ասեմ ձեզ, այդ կապիկությունները սերիալների կամ ասենք այդ գողական բան, այդ ամեն ինչը շատ բացական դեր կա։ Այդ այլասերեց մեր հասարակությունը։ Այդ այլասերված հասարակությունը դե ի վերջո այս սրանք որտեղ են ծնվել։ Այս այլանդակությունները, որ վաղը պիտի սենց վերընկնեն եւ ասեն դե ինչ աղեք քույրս ա թե չգիտեմ մայրս ա, ասենք այս այլանդակությունները այս հասարակության մեջ են չէ ծնվել։ Կամ ամենայն դեպս թույլ ենք տվել, որ այդ փողերը բերեն ու այս հայլանդակները սնվեն, այս տականքները գան ու այսօր նստեն ասեն ինչ ապատա է։ Ուզում ես գնա պղծի մորդ, գնա հորդ պղծի, գնա եկեղեցի, գնա պղծի եկեղեցի, պարզ ասում են, արի գնանք միասին պղծենք հայ առաքելական եկեղեցի։ Սա նույնց եմ ասում, սա գալիս է ոչ թե Հայաստանից, այլ դրսից։ Բայց մենք էլ եթե բարոյական արժեքներ ունենայինք, չէին գնա այս հոսանքով։ Այսօր եթե վաղար շաբաթում 5 մարդ գնում այս այլանդակությանը, ձայն է տալիս, այլանդակ պղծել է իր հորը, արգիշտի մեխադուր է, բարոյազուրկ է։ Նշանակ մենք ունենք կազմաքանդված հասարակություն։ Ուղղակի կազմաքանդված, բայց այդ կազմաքանդված հասարակությունը մենք պետք է կարողանանք քայլ առ քայլ հավաքենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Մենք ուրիշ Հայաստան չունենք։
հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Դե հիմա այսօր բարոյական այդ առումով եկեղեցին է կանգնած։ Գոնե մենք այդտեղ պիտի միասնական լինենք։ Գոնե այստեղ չպիտի մտածենք, որ չգիտեմ, այս սրբազանը սրաներ աջակցում, նա մենք գնանք թե ես չգիտեմ, ես այս մտածում եմ ինչ որ ակցիա անենք Լիդիանի համար, զանգարել եմ մեկին, ասում եմ, դե սենց կազմակերպում եմ բան, մի հատ ուզում եք իմանանք որ կուսակցությունն է, որ մենք անում ենք, եկել ասեմ ողորմելի թշվառ, երեք եմ խոսել իրեն, թշվառական, դու ես ինչ կրճոններով ապրող թշվառական անդիմադիր գործիչներ։ Դե գիտեք ի՞նչն է խնդիրը, այդ կուսակցական կրուշկայից կախված այդ մարդիկ, որոնք մենակ իրանց կրուշկան են տեսնում եւ այս երկրի հերանեկարը չեն տեսնում, այդ մարդիկ ոչ մի ապագա չունեն։ Դա համար ես կարծում եմ, որ լայն մտահորիզոն մարդիկ են, որ կարող են իսկապես կոնսոլիդացնել մեր հասարակությունը։ Մենք իհարկե վատ վիճակում ենք։ Ռուսաստանի Դաշնությունը Միխալկով ունի, Զախար Պրիլեպին ունի, մի ամբողջ հոսանք է տանում այդ ուղղությամբ, ազգային արժեքների բարոյականության երկրի։ Մենք ցավոք սրտի վերջին մոհիկանները Ալվարդ Պետրոսյանն ու Ռազմիկ Դավոյանն էին եւ հիմա մասամբ փորձում են այ Մերուժան Տեր-Գուլանյանը չունենք, բայց կան չէ դեմքերը մնում են։ Փելեշյանն էլ է ողջ առողջ ապրում է, Տիգրան Մանսուրյանն էլ կա, գրողների միություն կա։ Հիմա օրինակ ասենք մի հատ բան է գնում եկեղեցուն աջակցելու տարբեր մտավորական գործիչներ։ Հա, չէ, բայց ես ասեմ դες, օրինակ ես կոչ եմ անում, միացեք այս բանին, այդ շարքին, շարժմանը։ Արմեն Էլբակյան։ Իսկապես բոլորը դուք պարտավոր, որտեղ դուք պաշտպանելով եկեղեցուն, դուք պաշտպանելու եք Հայաստանը, դուք պաշտպանելու եք այլասերումից մեր երկիրը, դուք պաշտպանելու եք ձեր երեխաների ապագան։ Դա շատ կարևոր է։ Եվ փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր որ իրանց դեմքով աջակցում են դա։ Այսինքն ինչ է, այսօր դու փառք տանք են մարդկանց, որ հայ առաքելական եկեղեցուն աջակցում են։ Անժելա ջան, ես նույնպես եմ կրկնում, այո, փառք եմ տալի, որովհետև ցավոք սրտի մենք քանդված հասարակության մեջ ենք։ Եվ եթե ամեն մարդ կարողանում է առանց վախենալու ելնի իր խոսքով աջակցի, դա արդեն հերոսություն է։ Ցավոք սրտի դա իրականություն է։ Օրինակ Արմեն Խանդիկյանն էլ բան չունի կորցնելու են, հեռացրեցին իրեն դրամատիկական թատրոնից թողոսի, Հրաչյան թողոսի, համազգային թատրոնի ղեկավար է Նարինեն Գրիգորյան Արցախում հայրենիք կորցրած մարդ է, Նարին է։ Դե վերկաց ասա, ես ոչ չեմ ասում Ռուբեն Բաբայան սորոսական չգիտեմ, այ դրանցից է, այ սրանցից է, սր խոսում է։ Հիմա վեհապարի չէ, դրանից առաջ որ խոսում էր, այդ կերպարներն են կամ մատենադարանի որ մենք պետք է ստեղծենք բարոյահոգեբանական այնպեսի մթնոլորտ, որպեսի մտավորականը ամանչի չխոսալ, որպեսի մտավորականը ես համաձայն եմ ինքը հերոսություն չի, բայց հիմա հերոսությունն է դարձել, որտեղ մենք քանդված բարոյահոգեբանական մտորոշումներ ենք, որտեղ մեր քաղաքական դաշտը խայտարակ կրուշկաների բաժանված, էդի գիտես ինչա, ես ինքս կուսակցության ներկայացուցիչ եմ, Երևան նաև այդ բարոյական այդ ամեն ինչը դնողը նաև այսպեսի մտավորականներով է, չէ՞, ոնց որ Միխալկովը, բա ուր եք։ Դե դուք մի հատ ասեք ինչ պիտի անեն Տիգրան Մասուրյանին, ասեն կարող է որոշեն, չտանեն այնտեղ թող տա Աստված երկար ապրի, բայց ես երևի մտածում եմ սրանց օրոք կարող է կյանքին հրաժեշտ տա եւ ասենք անպայման տանեն այնտեղ, չգիտեմ, դուք հիմա վստահ եք որ կոմիտասի մենք չունենք Մամարդաշվիլի, ինչ ասեմ, մենք չունենք այդ մարդկանց։ Մենք չունենք, մենք ցավոք սրտի չունենք հիմա, բայց դա չի նշանակում մենք պետք է կործանվենք։ Հասկանում եք, հիմա եթե մենք չունենք վառ անհատականություն մտավորականության մեջ, չունենք վառ անհատականություն քաղաքական դաշտում, չունենք վառ անհատականություն տնտեսական հանրային դաշտում, այսօր միակ դիմադրությունը, ես չգիտեմ ինչ կասեք, ես այդ կարծիքին է, որ իսկապես կաթողիկոսին վեհապար հորը բնորոշ հանդարտությամբ, զսպվածություն, տեսնեք ինչ զսպվածություն է դրսևորում, ինչ հանդարտություն, ինչ ներքին ուժ, մեր վեհապարը ոնց է այս ամեն ինչին, ճիշտ է շատերը կոչ են անում, հիմա պետք է չգիտեմ գավազանը վերցնես, չգիտեմ էս անես, չգիտեմ, այն անես, դա մեր գործն է։ Պարզ է, իհարկե։ Դա մեր գործն է։ Իհարկե, համաձայն եմ ես, դրում համաձայն եմ։ Եվ դա Աստված կարողանանք իսկապես, չգիտեմ, իսկ մենք Կարինեն Ալչաջյանն է միշտ ասում, որ մեզ վրա շատ լավ աշխատել են ամեն ձևերով։ Մենակ մեր վրա չեն աշխատել։ Ուղղակի դա մենք մեր վրա ենք զգում էտի։ Այո։ Դե որտե մերը շատ ծանր, որը մենք հայրենիք ենք կորցրել, Արցախ ենք կորցրել, Սյունիքի տարածքներ ենք կորցրել, հիմա կորցնելու եզրին ենք կանգնած։ Իհարկե Ուկրաինան շատ ավելի բայց մենք հենց դեռ չգիտենք արխիվում ինչ կա, ինչ են այս հրեշները։ Պաստոյի խոսքերը եթե մենք բերենք, ամեն մի ժողովուրդ ունի
իր ողբերգության, այսպես իր առանձնահատուկ պատմության էջը։ Մեր համար ամենամեծ ցավը մեր 2018 թվականն էր, որ ժողովուրդը գնաց, բայց ասենք վրացիները իրանց ցավը ունեն, մոլդովացիները իրանց ցավը, իմ կարծիքով ամենադաժանը Ուկրաինայի հետ է կապված, որտեղ 1.700.000 մարդ փաստացի անհայտ կորած կամ սպանված, դա սարսափելի բան է, 10 միլիոն ուկրաինացի դուրս է եկել երկրից եւ ապրում է, ես 10 գիտեմ, 10 միլիոն ուկրաինացի պաշտոնական, արդեն նույնիսկ միջազգային ինստիտուտներ են հաստատում, բայց տարբեր երկրներում են ապրում, փաստացի դուրս են իրենց սեփական հայրենիքից, դա ողբերգություն է, մեծագույն ողբերգություն։ Ես չգիտեմ, այդ գլոբալիստական կենտրոնները իրանք գրեթե ոչինչով չեն տարբերում նացիստական այն ժամանակվա Գերմանիայի քաղաքականությունից։ Նույն բանն է, ոնց որ նացիստական Գերմանիան երրորդ ռայխի գաղափար էր բանանում, այրական բանը, որ գերմանական ազգը ամենաբարձրն է, այն նույնն էլ իրանք են այսօր ասում են, որ Եվրոմիության ամենաբարձրն է աշխարհում, դուք ստորադասված ժողովուրդներ եք, դուք պետք է այսպես ասած լսեք մեր թեզ, նույն մոտեցումն է, պարզապես ձևն է փոխված, բովանդակությունը նույնն է, նույն Գեբելսյան քարոզչական մեքենան, նույնը, ոչ մի տարբերություն չկա, նույն պատերազմի հրահրող այդ էլիտան, նույնը ոնց որ Հիտլերը, Գերինգը, Գեբելսը, Գենսը, դրանք սաղ պատերազմի կրողներ էին։ Նույնը այսօրվա դրությամբ այս մարդիկ են։ Իրանք հիմա նախապատրաստում են երրորդ համաշխարհային պատերազմ։ Նույնիսկ Գերմանիայի այսօրվա պաշտպանության նախարարը բաներ է ասում, ժամկետներ է ասում, 28 թվականին թե 29 թվականի երրորդ համաշխարհային։ Դու հասկանում ես, ում դա խելագարներ են դրանք։ Այդ խելագարներն են այսօր ղեկավարում այդ երկրները։ Բայց ինչի են խելագարները կարողանում ղեկավարեն, որտեղ Գեբելսյան քարոզչական մեքենայով ուղիղները լվացել են ժողովուրդը։ Եվ մեզ ինչ են ասում, մեզ եկան այն ամենամարդու համար արժեքը ինչ է, հայրենիք, ծնող, հիշատակ, պատմություն, երկիր, որդի, մեծ գերդաստան, եկան ինչ ասեցին, ընտանիքը դա չէ, անհասկանալի, ինչ է նշանակում հայրենիք, այս տարածքա չի, ինչ է նշանակում պատմություն, ինչ է նշանակում անցյալ, ինչ է նշանակում հիշատակ, ինչ է նշանակում հերոսություն, ինչ է նշանակում պայքար, ինչ է նշանակում գնալ ազատագրելու, այո, ճիշտ ասեցիք, այդ ամեն ինչը հանուն ոչինչի է։ Ինչ է նշանակում, հիմա Եվրոպան այդ երկրները հասել են նրան, ինչ է նշանակում ամեն մի ազգի վրա սպეციფიկ ձևով են։ Այդ գալիս ենք էլի այդ նույն բանին, ազատություն, որտեվ դու եթե երեխա ես ունենում, դու պատասխանատու ես, չէ՞։ Ծնողիդ նկատմամբ պատասխանատու ես, չէ՞։ Տատու պապուտ Գերդաստանից նկատմամբ հարազատի նկատմամբ։ Դա միջոց է, ազատությունը շատ կարևոր արժեք է։ Դա միջոց է, որպեսզի մարդը հասնի իր նպատակներին, երազանքներին։ Մարդը պետք է ունենա երազանքներ։ Բայց իրենք ասեցին իրենց նպատակը որն է, այլասերվածություն եւ փող։ Դա փողն է, ուրիշ բան չունեն։ Բայց այլասերվածության։ Այո։ Այլասերվածությունը դա իրանց կենսակերպն է, հասկանում ես։ Էությունն է դարձել արդեն։ Դու քո քրոջը չտեսնես որպես կին, դու չես կարա փող աշխատես։ Իրանք էլ են տենց։ Իրանք դրա համար, եթե մարդը կարա իր քրոջը կին տեսնի, ուրեմն վաղը մյուս օրը տրամաբանական է, չէ՞ որ լեսբիությունը, հոմոսեքսուալիզմը կարա պետական քաղաքական։ Կարմիր գծեր կանցալ վերջացավ։ Բոլոր կարմիր գծերը անցել են։ Հիմա եթե դու մտածում ես, որ այսօր այդ կարմիր գծերը վաղը կարմիր գծեր վերանալու է, այսօր արդեն հոմոսեքսուալիզմը նորմալ երևույթ է, վաղը մյուս օրը եթե դու սեփական քրոջը տեսնոր պիտին, դա էլ արդեն կվերանա։ Հիմա ես կարող եմ այս հարցը այսպես ուղղել ասել, տեսեք, հայրենիքի մեծ հայրենիքի կորուստ այսօր մեր ազգը ժողովուրդը աշխարհից ցանկացած անկյունում նվաստացած վիճակում է, որովհետև թշնամին իր բանտում պահում է մեր հայրենակիցներին։ Այո։ Ներսի թշնամին մեր սրբազաններին է պահում կալանավայրերում։ Սա կարմիր գծեր են, չէ՞։ Եթե այս ամեն ինչից հետո մտավորական կոչեցյալները, արվեստագետ կոչեցյալները չեն խոսում, կարող ենք ասել նույն այլանդակությունն եք։ Տեսեք, ես sense ձևակերպեմ։ Ես ուզում եմ Չէ, հարց եմ տալիս, ասեմ կարող ենք ասել թե ոչ։ Տեսեք, ես չեմ ուզում կոպիտ դնեմ այդ խնդիրը, բայց ես կարծում եմ, որ պետք է մենք կոչով դիմենք բոլոր մեր մտավորականներին, բոլոր այն մարդկանց, ովքեր որ հանրային արժեք ունեն, հանրությանը հայտնի են, իրանք պետք պարտավոր են պարզապես աջակցեն մեր քաղաքաբանտարկյաններին, պարտավոր են աջակցեն մեր եկեղեցուն։ Ես նորից եմ կրկնում, դուք նշեցիք մեր 50 մտավորականներ բոլորդ գնացել էիք Արցախ, Բակո Սահակյանի հյուրընկալված, ձայն չկա։ Դա ձեր քաղաքացիական, մարդկային եւ ազգային պարտքն է։ Հարգելի մտավորականներ, հարգելի հանրային գործիչներ, հարգելի քաղաքական գործիչներ։ Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, նորից եմ կրկնում, բոլոր մեր երկրի պատմության մեջ միշտ եղել են քաղաքաբանտարկյաններ։ Դա միանշանակ է եւ 90-ականներին եւ 2000-ական թվականներին պարզապես այսօրվա քաղաքաբանտարկյանները ֆունդամենտալ տարբերվում են ինչով։
երբևիցե Հայաստանում քաղաքապետարյալ չի եղել եկեղեցական։ Ինչի, որովհետև այնուամենայնիվ դա կարմիր գիծ էր։ Իշխանությունը կարող էր պատժել իր հակառակորդին, իշխանությունը կարող էր պատժել մարդուն, որ սպառնում է իր իշխանությունը վերցնելու, բայց հոգևոր արժեքների վերաբերյալ իշխանությունը երբեք կարմիր գիծ չէր անցնում։ Այս մարդիկ անցան։ Ինչպես որ բոլշևիկներն էին անցնում կարմիր գիծ եւ ձերբակալում էին հոգևորականների, ինչպես որ նացիստներն էին անցնում կարմիր գիծ եւ համակենտրոնացված ճամբարներով Ուկրաինայի նացիստներն են էլի հոգևորականներին են ձերբակալում, դա նույն բանն է։ Այսօրվա քաղաքապետարյանները նաեւ խղճի համար են քաղաքապետարյան։ Դա շատ ֆունդամենտալ խնդիր է, որտեվ ես նույնիսկ սա ֆունդամենտալ է տարբերվում, ֆունդամենտալ մտավորականներ ունեն ձայն հանեք։ Կանանց ձերբակալել եւ կանանց այդ ամմարտկային պայմանների մեջ դնելը դա ուղղակի սրբապղծության վերջի աստիճանն է։ Եվ այս մարդիկ խոսում են, չգիտեմ, էմանսիպացիայի մասին, ազատության մասին, այդ ազատությունը իրանց մոտ իրականում անասուն իրանք բան անում, իրանք իրականում ազատությունը դա ազատ ձևով գրփելն ու փող աշխատելն է։ Դա շատ բան, ես նույնիսկ եմ ասում բոլոր ցուցանիշներով դա լինի Հայաստանում, դա լինի Վրաստանում, դա լինի Մոլդովայում, դա լինի Ռուսաստանում, դա լինի Ֆրանսիայում, ոչ մի տարբերություն չկա։ Նույն այսօրվա ուկրաինական կոռուպցիոն սկանդալը, որ երկրում բացես, նույն բանն է լինելու։ Ոչ մի տարբերություն չկա։ Նույն Մինդիչները, նույն Կարլսոնները, նույն Ալիբաբաները, բոլոր տեղերում կա։ Դուք ասեցիք իրենց արժեքների մասին, քիչ առաջ էլ խոսում էի դրա մասին, իրենք եկել են ժողովուրդ, այդ ձեր ասած բոլոր նացիստներն ու բաները բոլորը ժողովուրդ բղավելով են, չէ՞ եկել։ Սիրում եմ ձեզ, սիրում եմ Ժողովրդյան, սիրում եմ ձեզ։ Ինչի՞ եմ սիրում ձեզ, Ժողովրդյան, որտեվ ձեզ կարան ոչխարի տեղ դնեն, որ ձեր շորի փող աշխատեն։ Այն մարդը, որ ասում է սիրում եմ ձեզ, այդ նշանակում է ուրեմն ինքը ձեզ վրա ծիծաղում է ժողովուրդ, որ ձեր հաշվին փող աշխատի։ Անդոնում աստղաբաշխատն ավելի շատ փող, քան նախկինները կերազային են փողերը, որ սրանք են աշխատել։ Սրանց մոտ տարվա մեջ, ես մի բան ասեմ, տարվա մեջ բանկային ամբողջ համակարգը այս տարի $1 միլիարդ մաքուր եկամուտ ստանում։ Դուք հասկանում եք այդ ինչ թվերի մասն է խոսքը։ Երբևիցե sense բան Հայաստանում չի եղել, աղքատ Հայաստանում, որ մարդիկ աղքատոց 30%-ը այս կամ այն չափով աղքատության մեջ է եւ երբ որ սպառողական մինիմալ զամբյուղը 82,000 դրամ է, իսկ մինիմալ աշխատավարձը 75,000 դրամ, բանկային համակարգը տարեկան ստանում է $1 միլիարդ փող։ Հասկանում եք, իսկ ընդամենը օրինակ 2020 թվականին դա ընդամենը $100 միլիոն էր, 10 անգամ մեծացել է, իսկ մինչև 2018 թվականը ընդհանրապես այդ 100 միլիոնի մասին որ կարային բանկերները երազեին, սա է այս մարդկանց իրական դեմքը, այս է իրական դեմ, այս մարդիկ իրանք չունեն խոսել կոռուպցիայի մեջ, իրանք կոռուպցիայի մեջ թաթախված են, իրանք կոռուպցիան ոտքից մինչև ներծծված է այդ փողերով, ինչի մասին է խոսքը։ Այս մարդիկ եկան նաև դրանից զատ ասում էին, բանը մենք հետամնաց աշխարհից, հետխորհրդային երկրներից այս կողմ, մենք գնում ենք դեպի Եվրոպա, գնում ենք բացառիկ, չգիտեմ ինչ արժեքների, չգիտեմ ինչի, մեկ էլ տեսնում ես այդ շքանշանը դին, մեկ էլ տեսնում ես բանը, հատկապես այդ խզմալյանները, բանը, որ նախ իրենց պիտի բացատրել, որ վաղուց սովետական միություն չկա, բայց այդ հակառուսականությունը հետխորհրդային մի քիչ մի փոքր բան անեմ, առանձնացնեմ, մենք գնում ենք դեպի եսի ինչ արժեքների, մեկ էլ տեսնում ես շքանշանը ցենց սիրուն բան չունեն ասելու այդ Խզմալյան Արամ Զավենիսյանները, Արման Բաբաջանյանները, ծիծաղելի գիտես որ այս իրուն տղա բան չունես ասելու, քնքուշիկ։ Նույնիսկ ծիծաղելի գիտեք ինչի մեջ է, որ նույնիսկ ձևական իրանք այդքան չեն ֆայմում, որ նախընտրական բանը մեջ ասում պետք է 500,000 դրամ մուծես կամ 1.5 միլիոն մուծես, որպեսզի դու կարողանաս նու։ Արա այդ մարդկանց փողի մեռած լինելը այն աստիճանի է, որ իրանք արդեն հրապարակային չեն էլ ամանչում դրա մասին խոսալ։ Որ դու պետք է 1.5 միլիոն դրամ մուծես, որ չգիտեմ ինչ անդամ դառնաս կամ ինչ որ չգիտեմ ինչ դառնաս կամ 500,000 դրամ։ Դա չի ծաղելի է պրոստը, դուք հասկանում եք այդ ինչա։ Այսինքն մարդը չի զգում թե ինքը ինչ է անում։ Մարդու այլասերվածություն այն աստիճանի է հասել, որ ինքը չի հասկանում թե ինքը ինչպես է։ Բայց ես իրականում թուրանական մեծ գեղեցիկ պլանը բանանելու, կյանքի կոչելու դրա շնորհակալ ինչա՞ վար է շնորհակալություն հայտնում ձեր կարծիքով։ Դե այն որ Թուրքիան օգտվելու է այս ամեն ինչից, դա բոլորը գիտեն եւ միշտ է օգտվել ինքը, միշտ մեծ թուրանական միշտ Թուրքիան օգտվել է այս արևմուտքի եւ Ռուսաստանի պատերազմների արդյունքում ինքը օգտվել է եւ ավելին կարամ ասեմ, այդ դրա մասին մուրը
իր ելույթը ուղղակի շատ արժեր, որ մեր քաղաքական վերնախավներ ծանոթներ այդ ելույթից, որ Ստամբուլում եղավ հոկտեմբերի 1-ին, ինքը այսպես ստեսություն էր ասում մի 6-ին, որտեվ արդեն մի հատ ուրիշ կին աղեկարարել մի 6-ը, ինքը երբ որ ինքը ուզում էր խոստովաներ եւ ինքը ուզում էր բացահայտել, որ ինքը ինչ մեզ ներդրում արել, այդ ներդրման մեջ ինքը ինչ որ բացահայտումներ էր անում, ոչ ուղղակի իհարկե, բայց բոլորի համար հասկանալ էր թե ինքը ինչ է ասում։ Եւ այս ամենը նույնպես եմ ասում, սա ոչ միայն մեր արժեքների բարոյալքման, արժեզրկման խնդիրն է, մեր ազգային անվտանգության խնդիրն է, որտեղ եկեղեցու հետ այս հարցակումը դա մենակ բարոյալքման եւ բարոյական այսպես հարված չի։ Սա ազգային անվտանգ, դա պետությանը հարված հասնելու խնդիր է դրված, սա է հարցը։ Բայց մենք միջևա չենք կարողացել մարդկանց ուղեղներին հասցնել, որ կաթողիկոսի հարցը չի, հայ առաքելական եկեղեցու, որովհետև այն ողորմելի թշվառները միշտ գտնում են արդարացում։ Տեսեք, սա է պատճառը։ Չէ, միշտ մի բան կգտնեն իրենց արդարացնելու, դե քանի որ ես խոսել եմ, չէ, դե կաթողիկոսի հարցն է, հայ առաքելական եկեղեցու հարցը չի։ Բայց այնչափ որովհետև մեր քաղաքական հանրային դաշտը չի կարողացել միասնական խոսույթներով ներկայացնել թե ինչա։ Մենք ունենք բզգտված հասարակություն, որտեղ կրուշկաների պայքար, բզգտված քաղաքական դիմադիր շարժվում մարդիկ, եւ որի արդյունքում այդ հանրային քաղաքական դաշտը չի ձևավորված միասնական։ Այս ամբողջ խնդիրը։ Դա շատ կենտրոնական խնդիր է։ Մինչեւ մենք չձևավորենք այս դաշտը, մենք չենք կարող լուրջ խնդիրներ լուծենք, որտեղ այս բզգտված դաշտով դու չես կարող միասնական ձգտումներ դանես, միասնական արժեք, միասնական ալետրանք ներկայացնես հասարակությանը։ Դե տեսեք, Ռուսաստանի նման ահռելի պետությունն է, իր բոլոր համակարգերով պայքարում չի դիմանում, այս արժե համակարգային, տեսեք, բոլորին դրել լավ դիմանում է, ասենց։ Դե գիտեք ինչ ահռելի ներդրումներ անում, հիմա միայն այդ պատերազմի թեմաներով բան, որպեսզի ներկայացումների հատուկ դրա համար թատրոն բացեցին։ Պատկերացնում եք։ Հրատարակչությունը ամբողջությամբ մի քանի միայն զբաղված են այդ թեմաներով հրապարակումներ, ռադիո չգիտեմ քանի հաղորդումներ, հեռուստավաններ, այսինքն հետևություն վռնդելուց հետո, որ այդ լակոտ լուկուտները, ես իմ ժելեյաս լակոտ լուկուտները, փողոցից եկած նարկաման լակոտ լուկուտները պետք է գնան իրաց ճիշտ տեղերում որպեսզի մենք կարողանանք սրանց վռնդենք, մենք պետք է արդեն մեր հասարակությանը ներկայացնենք այն ալտերնատիվան, ալընտրանքը, դե մենք ինչ պետություն ենք ուզում սարքենք, դա շատ կարևոր խնդիր է։ Մենք այդ պետության ապագա պետության տեսլականը ներկայացնելով մենք արդեն ավտոմատ հիմք կդնենք այս իշխանությունը վռնդելու համար։ Եվ ես համոզված եմ, որ դա անխուսափելի պետք է լինի, որովհետև դրա ալտերնատիվան Հայաստանի կորուստն է։ Շնորհակալություն։